է։ Բարև դսպան Խանձացյան։ Ինչ կա։ Սարգիսն ա զանգել։ Ու ասաց, որ հենց հիմա կգա։ Թողնեմ, որ ներս գա։ Անպայման։ Լավ։ Բարի օր։ Բարև։ Խորհուրդ կտայի հետս ավելի բարեհամբույր լինեիր, որովհետև ես այն մարդն եմ, ով քեզ կարող է շուտով աշխատանքից հանի։ Եթե այդ օրը գա, Այդ օրը հաստատ կգա։ եթե այդ օրը գա, ես ինքս կգնամ։ Լուրջ։ Դե ուրեմն իրերդ քիչ-քիչ հավաքի։ Արի գնանք մամային երեխուն բերեն գանք։ Դու գնա, ես իրերը դասավորեմ։ Չէ, Ինչի, Լևոն։ ուզում եմ հետս գաս, Սոնա։ Լավ, կգա։ Ընկերուհիտա, վերցրու։ Ալո։ Սոն, Համար, ոնց ես։ բասում ես Լևոնի մոտ ա։ Ուզում ես գաս մեր տուն։ Այսինքն, Հա, Մարջան, արի, բայց մենք ուրիշ տուն ենք տեղափոխվել։ ուզում ես որ կամ, Այսօր ենք տեղափոխվել, Մար։ պարզա տեղն ասա։ Հիմա փոխանցեմ Լևոնին, թող տեղն ասի։ Ասա ես կգնամ իրա հետևից։ Մար, ինքը կգա քո հետևից։ Աս ընկերուհուդ տենց էլ չսիրեցի։ Լևոն, ինքը իմ ընկերուհին է։ Դրա համար էլ թողում եմ, որ շփվեք, Սոնա։ Տեղից ես ամբողջ օրը մենակ տանն եմ։ Հա, լավ, հասկացանք։ Հիմա գնում ենք։ Արի։ Նստիր։ Ժամանակ չունեմ։ Նստիր խոսենք։ Ես եկել եմ քո պատասխանը իմանալու։ Սարգիս, դու շատ լուրջ հարցի մասին ես եկել պատասխան ստանալու։ Գիտեմ։ Ես եկել եմ քո պատասխանը իմանալու, որ իմանամ իմ հետագա քայլերս։ Բայց ես քեզ չեմ կարող նվիրել 50%-ը։ Այսինքն ասում ես ոչ։ Լսիր, ես մի քիչ շատ եմ լսել քեզ։ Ուրեմն հետ կտաս իմ պարտքերը։ Հիմա չեմ կարող։ Իսկ ինձ հիմա է պետք, կամ փողը, կամ 50%-ը։ Մենք պետք է կիսենք մի բան, ինչին նոր է սկսել աշխատել։ Հա։ Լավ։ Ինչ։ Այդ դեպքում պետք է սպասես։ Ինչին սպասեմ։ Հարցեր կան։ Ես ոչ մի բարդ բան չեմ տեսնում։ Բիզնեսն իմ անունով չի։ Հեքիաթ ես պատմում, Խազարյան։ Չէ, հեքիաթ չի։ Լավ, ես հասկացա քո պատասխանը։ Ուրեմն ես պետք է անվարափոխություն անեմ։ Այդ ժամանակ Այսօր, Խանձարյան, այսօր։ Գոնե մի հարցից կարող ես պատասխանել։ Ասա։ Ինչու մի օրում կարծիքդ փոխեցիր։ Զգացի, որ մի քիչ շատ եմ սպասել։ Այդ պատճառ չի։ Բա ինչ է։ Քեզ ով է ղեկավարում։ Ինձ։ Ահա, քեզ։ Ոչ մեկ։ Ինչ-որ չեմ հավատում։ Դե հիմա ես ստեղ չեմ եկել արդարանալու համար։ Լավ։ Ես քեզ կտամ 50%-ը, երբ անվանափոխություն ունեմ։ Ես ինչ-որ անհասկանալի եմ արտահայտվում։ Այսօր։ Այսօր դա անհնարին է։ Լավ։ Ես գնում եմ։ Բայց ես քեզ ցույց կտամ, թե ես ինչի եմ ընդունակ։ Դու ինչ-որ ինձ լուրջ չես վերաբերում։ Ցտեսություն։ Սպասիր։
Գնում եք, Հա, հետ գալու եք։ չգիտեմ։ Ամեն ինչ նորմալ է, պարոն Խանձատյան։ Չեմ այն նորմալ չի։ Իսկ Հետո խոսենք։ Բարև ձեզ։ Լևոն ջան, իմ սենյակի պատերի գույնը պիտի փոխվի։ Կփոխենք, մամ ջան։ Նստի Մարիաննա ջան, ես գնամ Սոնային կանչեմ։ Մար, Բարև։ Կարոտել ես ֆոտ։ ես էլ քեզ, արի գնանք իմ սենյակ։ Քո սենյակ ինչ եք գնում։ Ստեղ նստեք սուրճ խմեք։ Համել մենք էլ չենք խմել, մենք էլ կխմենք։ Ինչ ա եղել։ Սպասի։ Բան ա եղել, ասա։ Չես պատկերացնում ինչ եմ ասելու։ Այսինքն։ Այս սուրճ չես դնում։ Ես դնեմ։ Չէ, դնում եմ։ Տիկո, տուն են գնում, քշի դավթաշեն ու շատ արագ։ Լավ։ Ես հիմա կգամ։ Ինչ ա եղել, ասա։ Սոն։ Ինչ։ Դու պիտի ինձ օգնես։ Արագացրու, ասա ինչ ա։ Մար ինձ թվում է, ավելի ճիշտ ես համարյա համոզված եմ։ Մար ես հղի եմ։ Հարսեն մի բան լսում խմենք։ Փաստորեն Խանձաձյանը քեզ ջղայնացրել է։ Հա։ Ինքը էլ չգիտի, թե ինչ ա սպասվում իրան։ Ինքը չգիտի, թե ինչ ա ալնելու իրա հետ։ Աննա, դուրն ինչ էր բաց։ Չգիտեմ։ Սովինորա։ Ես չգիտեմ։ Չգիտեմ։ Սենյակում էր։ Բա հիմա ուր ա։ Կարող ա դուրը մարդամտել։ Դուրը բաց էր։ Դուրը բաց էր։ Տեր աստված, ես չգիտեմ ինչ մտածեմ։ Չգիտեմ։
Սոն հաստատ։ Այս տունը գնալով դուրս գալիս է։ Մարիաննա ջան, բան չասեցիր մեր տան համար։ Լավն է։ Մար, խմի սուրճը ծառեց։ Հավոզված ես ծոն։ Չգիտեմ, ինձ թվում ահա։ Այ քեզ բան։ Դու հասկանում ես այդ ինչ ամառ։ Հա ոնց չեմ հասկանում։ Եթե պարզվի, որ ես հղի եմ, Լևոնը պիտի չիմանա դրա մասին։ Ես չեմ կարող երեխա ունենալ մար։ Ես չեմ կարողանում Արմանին սրանցից վերցնել, Լևոնից ազատվել, հիմա այլ երեխա։ Հա բայց ոնց ես անելու, ինչ ես անելու։ Չգիտեմ, խնդրում եմ քեզ իմ տեղը մի բան մտածի, ես քեզ խնդրում եմ։ Պետքա պատրվակ գտնես տնից դուրս գաս։ Չի թողնում։ Ասա վատ եմ զգում։ Ասեմ վատ եմ տանի բժշկի ու պարզվի հղի եմ մար։ Իսկ եթե ծանոթ բժիշկ գտնենք, Խնդրում եմ մեկին գտի, մի բան մտածի, խնդրում եմ գնա Նարինեի մոտ, կարող է ինքն էլ ծանոթ ունենա, մի բան արա, իմ ձեռքերն ու ոտքերը կապված են, ես բան չեմ կարողանում անեմ։ լավ։ Ես երևի գնամ։ Այսօր դպրոց չկա, երեխան տանն է։ Վաղը կգաս, չէ։ Կգամ վաղը, առավոտյան սուրճի։ Լավ կլինի, չէ։ Ես քեզ տաքսի կկանչեմ ու կճանապարհեմ, Մարիաննա ջան։ Մենք իրար հետ խոսալու թեմա չունենք։ Ռաֆայել ես, Ռոբերտ ես։ Ինքը հաճախ տնից դուրս գալիս ու չի ասում, որ գնացել է։ Մեկ էլ հեռախոսն ա թողնում տանը։ Աննա մի խոսիրա խնդրում եմ։ Հաստատ ուղակի դուրս է եկել, մանավանդ երեկվա խոսակցությունից հետո։ Խնդրում եմ քեզ մի խոսիր ուղղակի, ոչինչ մի ասա, ոչինչ։ Դու ինչ-որ բան գիտես, որ սենց վախեցած ես։ Չէ, ես ոչինչ չգիտեմ։ Գալիս եմ տուն Սոֆին տանը չէ։ Ինչ է, անհանգստանալու կարիք չկա։ Կա, բայց դու ինչ-որ բան գիտես, կարող է ինչ-որ բան ա եղել, խնդրում եմ ասա։ Ռաֆայել։ Ես կգտնեմ Սոֆին ու հետ կբերեմ։ Հա, բայց որտեղ կլինի։ Ես կփնտրեմ։ Կարող է այնտեղ ա։ Որտեղ տղեկը։ Ես էլ նույն բանը մտածեցի։ Խնդրում եմ գնա նայի։ Կգնամ։ Ես կգտնեմ Սոֆին ու տուն կբերեմ։ Ինչ եղավ։ Ոչ բան։ Բա ինչի վեր թռար։ Ուղղակի Էդ ինչ ես արել, որ վախեցար։ ոչ մի բան չեմ արել, Լևոն։ Շոր եմ դասավորում։ Բա այդ ինչ էիր ասել ընկերուհուդ, որ տենց հուզվել էիք։ Ասում էիր, որ դու դժբախտ ես, հա։ Չէ։ Բա ինչն էր քեզ տենց հուզել։ Մարիաննան Հա, Մարիաննան ասում էր, վայ Սոնա ջան, այսուր ես ընկել, չէ։ չէ, տենց բան չէր ասում։ Մենք ուղղակի մորաքրոջս մասին էինք խոսում։ Հա, ու տենց հուզվեցիք։
Չէ, ուղղակի ես հիշեցի, Խափում ես, Սոնա, չեմ խափում Լևոն։ խափում ես։ Ես ամեն ինչ անում եմ քո համար, որ լավ լինի, իսկ դու Ես ոչ մի բան չեմ ասել Մարիանային։ Մարիաննան էլ չի գա ստեղ։ Լևոն ինքը իմ ընկերուհին է։ Ինքը էլ քո ընկերուհին չի։ Խնդրում եմ քեզ։ Կամ կասես ինչ էր ասում, կամ էլ ինքը ստեղ չի գա։ Նենց բան ասա, որ հավատամ։ Սոնա, ես Արմանին կտանեմ, ու այս անգամ ոչ թե Մոսկվա կտանեմ, նենց տեղ կտանեմ, որ էլ երբեք չես տեսնի։ Ես ոչ մի բան չեմ անում, Լևոն։ Անում ես, Սոնա։ Լևոն։ Ես ու պապան դուրս են գնում։ Գնա տղես։ Բայց լավ տունա, չէ։ Լավ տունա, չէ։ Լավն է։ Դու չտխրես, ես սիրում եմ քեզ։ Դե գնա։ Կանզելձյանն է զանգում անընդհատ։ Հա ինչ անենք զանգում, դու եմ ի վերցրու հեռախոսը։ Ալո։ Լավ, թողնես գա։ Ինքներ։ Հա, ներքևում է, վերև է բարսանում։ Երևի եկել առաջա կտնտունի։ Ես էլ եմ այդպես մտածում։ Թող գա, ես մենակ ուրախ եմ դրա համար։ Շեֆ, Մանուկյանը գիտի, որ այդ աղջիկը չի մեռել։ Չէ։ Չես ասելու։ Բայց ես Մանուկյանի հետ այդ թեմայով ընդհանրապես չեմ խոսում, ինչ սա պետք։ Որովհետև ես հենց չգիտեմ, թե ինչա լինելու Արսեն։ Մի քանի ճանապարհ է բացվելու, պետք է իմանամ, թե որտեղից ավելի շատ փողի ոտ փչում։ Ոչ թե մենակ փողի, այլ փառքի։ Ինչ անսպասելի այց։ Ես ոնց որ հասկանում դու ամեն ինչին դունակ ես, հա։ Չեմ հասկանում ինչի մասին ես խոսում, հա, բայց ես ամեն ինչի ընդունակ եմ։ Սոֆին ուրա։ Այսինքն, Քեզ եմ հարցնում Սոֆին ուրա։ բայց ես ինչի պետք է իմանամ, թե Սոֆին ուր է։ Հիմա ուշադիր լսիր ինչ եմ ասում։ Մի հատ տոնը կփոխի։ Եթե իմացել եմ, որ դու կապ ունես այս ամեն ինչի հետ, ոչ թե ես, այլ դու ես զարմանալու, որ ես ամեն ինչի ընդունակ եմ։ Ամեն ինչի։ Եթե ուզում ես մարդ վախացնես, ուրեմն լրիվ սխալ հասցեով ես եկել։ Սարգիս, ականջի տողարա։ Եթե իմացել եմ, որ Սոֆին դու ես տարել, այն օրն եմ գցելու, այն օրը, որ երազելու ես մահվան մասին։ Դու արդեն խանգարում ես ինձ։ Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ։ Ու ես քո հուզիչ տեսարանները ընդհանրապես ինձ չի խանգարում, որ փողերս հետ ուզեմ։ Ու նային ինձ չանես, որ բիզնեսդ լրիվ կորցնես։ Ճամփից չկանես, Ու թե չէ ինչ կանես, որ կտրորեմ, կտրորես։ կամ ոչնչացնեմ։ Դու քո փողերը կստանաս, մինչև վերջին կոպեկը, բայց միայն այն պայմանով, ինչ մենք ենք պայմանավորվել, քո այս նոր պայմանները իմ պլանների մեջ չեն մտնում։ Ու այդ քո վերջի խոսքն է։ Ամենավերջին։ Արսեն։ Արսեն։ Ինչ է։ Շեֆ, ինչ է եղել։ Ոչ մի բան։ Գնաս ներից։ Գնացում եմ։ Կտրորես, հա։ Լավ։ Շատ լավ։
Մամ այսօր նենց լավ օր ենք անցկացրել, գնացին մանկական սրճարան, հետո կարուսելներ, նենց լավ էր։ Ապրես տղես։ Դե գնա փոխվի ու լվացվի, ես հաց ենք ուտելու։ Ես էլ տար բալես։ Տեսնում ես երեխեն ինչ ուրախ էր։ Տեսնում եմ։ Դե նենց արա այդ ուրախությունը երկար տևի։ Ես ուզում ես մեզ կերակրես։ Հա, հիմա պատրաստ կլինի։ Այդ տեսնում ես ինչ լավ ասենց։ Հիմա զգում եմ, որ տունը սպասող կին ունեմ։ Գիտես չէ, չեմ ուզում քեզ տնից դուրս հանեմ։ Մի քանի պատճառով։ Մի քանի օր առաջ ուրիշ բան էիր ասում։ Հա, մի քանի օր առաջ ուրիշ բան էի ասում։ Ճիշտ է, առանց քեզ շատ վատ կլինի։ Բայց տնից դուրս կհանեմ Սոնա ու մի վայրկյան չեմ մտածի։ Լևոն, ես ամբողջ օրը տանն եմ։ Դուրս չեմ գալիս, հեռախոս չունեմ, ինչ ես ուզում։ Չէ, ոչ մի բան։ Ուղղակի զգուշացնում եմ։ Ինձ մի ջղայնացրու։ Հա, մեկ էլ այդ ընկերուհուդ հետ էլ չշփվես, դուրս չի գալիս։ Լևոն, ինքը իմ ընկերուհին է, ես մենակ իր հետ եմ շփվում։ Հիմա մենակ իմ հետ կշփվես։ Ես կլինեմ քո ընկերուհին, ընկերը, պապատ, մամատ։ Դու Ինչ ես քեզ սիրում եմ, այդքանը քեզ հերիք չի։ Էդ ինչ կապ ունի ընկերուս հետ, Լևոն։ Ասեցի ոչ, չես շփվելու, այդ ընկերուհուդ ոտը այս տանը չտեսնեմ։ Զգուշ չվնասես քեզ, սիրունիկ Սոնաս։ Մանեի հետ խոսեցիր։ Հա, խոսել եմ։ Երբ են գալիս։ Այսօր գիշերը։ Հաստատ ամեն ինչ նորմալ է։ Դե խոսեցի, հետո ասեց հա։ Սիրտս լավ բան չի զգում։ Նա։ Ախր այդ տղայի մասին ինչ ասես ասում էր։ Ասում էր, որ էլ չի սիրում, որ ամեն ինչ վերջացել է։ Հա, բայց հիմա Արագ ու անմտածել ամուսնացավ։ Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի օր շուտ են հետ գալիս, մի օր։ Չգիտեմ։ Այ կգա, կտեսնես, որ ոչ մի բան էլ չկա։ Տա Աստված։ Մամ, մենակ խնդրում եմ, տենց դեմքով մի նայ, էլի։ Ախր դուք ոչ մի բան չեք հասկանում։ Ոչ մի բան։ Ինչ չենք հասկանում։ Այն, որ ես ամբողջ կյանքում ոչ մի լավ օր չեմ տեսել։ Ու հիմա ապրում եմ, որ ձեզ երջանիկ տեսնեմ։ Ախր հասկացեք, ձեր երջանկությունն իմ երջանկությունն է։ Ու հիմա ինձ համար շատ ցավալի է, որ դուք ձեզ սենց կործանում եք։ Դու ուղղակի հիմա ժամանակի շուտ ենթադրություններ ես անում։ Սիրտս լավ բան չի զգում, Եվա։ Ինչի պիտի մի օր շուտ գան։ Էդ ինչից են ուշանում։ Ամեն դեպքում մտածում ես, որ Սարգիսը չի, հա? Չգիտեմ, Այդ ավտոտնակ գնացել ես։ այնտեղ չի։ Այդ անգամ այնտեղ եղել է, հիմա այնտեղ չի։ Այսինքն մենք չգիտենք էլ տարել են իրան թե գնացել է։ Հա, ամենաաղավորն է դա։ Ես ինձ փորձում եմ մխիթարել, համոզել, որ Սոֆին գնացել է, որ մենակ մնա, որ մտածի, բայց Ես էլ եմ մտածում։ բայց այդ անգամ ամենափոքր հավանականությունը կա, որ նրան տարել են Մարկ։ Բա ինչ անենք։ Չգիտեմ։ Մնում է սպասենք, որ զանգեն երեկոյան։ Ախր ընկերներն էլ չկան, որ Աննան քո տանն է։ հա իմ տան։ Բայց ես պետք է նրան տեղափոխեմ, ես էլ եմ տեղափոխվելու, ես այդ տան մեջ չեմ մնա։ Վստահ չեմ, թե ամեն վարքանով կարող է հայտնվել։ Տենց ճիշտ է։ Ես անենք տանեմ օրակրիչ տուն։ Դա կվերադառնամ այդտեղ ու կսպասեմ Սոֆիին, որ նրան էլ տեղափոխեմ։ Մի բան է մտքովս անցնում։ Չնայած լավ։ Ասա։ Իսկ եթե Խանզաջյանն է։
Չես մտածում տենց։ Պետք է ուսանցել եմ։ Այդ կլինի ամենավատ տարբերակը։ Ինքը Սոֆին չի կողանա, որ ինչ-որ բան պահանջի։ Մի անգամից կներես, ամեն դեպքում չեմ կարծում, որ ինքն է։ Եթե չկարծեիք չի իրասի։ Չէ, ինքը չի, եթե ինքը լիներ, Աննային չէր թողնի քնած ու գնար։ Այդ Աստծո, ամենահավարն է նա, որ սպասելուց բացի ուրիշ ոչինչ չեմ կարող անել, ոչինչ։ Հիմա մնում է սպասենք, որ զանգեն։ Ես ամեն վարկյան սպասում եմ, որ ինչ-որ մեկը հիմա կզանգի։ Ես դուրս եմ գալիս տվից։ Չէ, Մարկ, չէ, այսօր չէ։ Հենց այսօր։ Չէ, ինչ կարող ես անել, որ դուրս գաս։ Մարկ, շատ հնարավոր է, որ դու ինձ պետք ես, ու շատ շուտ։ Իզո ինձ առողջ ես պետք։ Այնպես որ պարկիր ենքան մինչև առողջանաս։ Ուրեմն ասում ես, հնարավոր է, որ Խանզատյանը լինի, հա? Հա։ Մանե ոնց եք։ Լավ ենք, իրիկունը տանը կլինենք։ Կարող է վաղը գաս մեր տուն։ Կարող է այսօր էլ գամ։ Հա։ Դե տեսնեմ, չգիտեմ էլի ոնց կլինի։ Ուղղակի մաման անհանգստանում էր, որ շուտ եք գալիս։ Բայց անհանգստանալու առիթ կա։ Չէ, Խաբում ես։ վիճել ենք ես ու Արմոն, Որ ասում էի։ բայց դե հիմա անցավ։ Ինչի եք վիճել։ Կգամ կասեմ։ Չէ, հիմա ասա։ Եվ Արմոն դուրս է եկել մեզ համար ուտելիք բերի, կարող ամեն րոպե հետ գամ։ Ոչինչ, դու հիմա պատմի։ Ես ինտերնետում Մարկի նկարն էի տեսել։ Մանե։ Ուղղակի կարդում էի, որովհետև գրել էին, որ կրակել են։ Պարզա։ Արմոն տեսավ ու վիճեցինք։ Հետո։ Դե հետո բացատրեցի, որ Մարկին կարող էին կրակել պապայի հետ եղած ժամանակ, համ էլ որ այդ ամեն ինչը կարող է պապայի հետ կապված լիներ ու հավատաց էլի։ Խաբեցիր։ Չէ, ինչի։ Որովհետև խաբել ես։ Հիմա լավ է Մարկը։ Հա, լավ է։ Պապան էլ։ Մանե, դու ամուսնացել ես, մոռանում ես։ Ես գիտեմ։ Չգիտես։ Արմոն եկավ։ Լավ։ Կգամ կխոսենք, մամային ասա, որ հանգիստ լինի։ Ոնց կարամ մամային ասեմ հանգիստ լինի, եթե ես էլ հանգիստ չեմ։ Ոյ, լրիվ գժվել է։ Զանգեցիր։ Հա, զանգեցի։ Ոնց են։ Պատրաստվում էին հաց ուտեին։ Հաստատ։ Հա, մամա, հաստատ։ Չկա։ Չէ, Բա ուրա։ չգիտեմ։ Ինքն էր ասում երևի զայրացել է մեզ վրա ու փախել է տնից։ Բայց ուր։ Չգիտեմ, մինչև չկա չենք իմանա։ Դու կարող է Ես քեզ կտանեմ օրաքրիչի տուն։ հիմա։ Հենց հիմա։ Կտանեմ, հետո ես կգամ այստեղ ու կսպասեմ Սոֆիին։ Չէ, ես էլ եմ ստեղ ուզում մնալ։ Չէ, Աննա, դու այստեղ չես։ Չէ, ես այստեղ եմ ուզում Ասացի, ես քեզ կտանեմ օրաքրիչի տուն ու վերջ։ Եթե Սոֆիից որևէ լուր ունենամ, քեզ անմիջապես տեղյակ կպահեմ։ Ես ձեր տունել եմ գնացել այդտեղ էլ չի։ Չէ, երևի այստեղ գնացած կլինի, որ մենք չգիտենք։ Ես էլ եմ այդպես մտածում։ Ես չես ուզում քնես։ Դեռ չէ։ Ինչի։ Չեմ ուզում, Լևոն։
Նստենք ստեղ։ Դու գնա քնի։ Մի քիչ հետո էլ ես կգամ։ Չէ, ես կնստեմ ստեղ։ Լավ։ Եթե ուզում ես մենակ մնաս, գնամ քնեմ։ Ուզում ես մենակ մնաս։ Տարբերություն չկա։ Տարբերություն չկա, ես քո հետ եմ, թե քո հետ չեմ։ Ես ուզում եի ասեի, որ Դու ինչ ուզում էիր, ասեցիր արդեն։ Լևոն պետք չի ամեն ասածս քննարկես։ Չէ, ուղղակի ուզում էի ճշտեի։ Մարկ, ես քո ասած տղերքին թողել եմ շենքի մոտ։ Զանգի խոսա հետները։ Ասա թող շատ ու շատ իր լինեն։ Հետո չգիտեմ ոնց ես ասելու, բայց բացատրի, որ եթե անգամ ես հայտնվեմ այնտեղ, թող քեզ տեղյակ պահեն։ Երևի հասկացար ինչ նկատի ունեմ։ Լավ։ Բա շեֆը այսքան բացակայում է։ Լինայում այս քո ավեսը չունեմ։ Ես քեզ հետ գործ ունեմ։ Հետո Չեմ կարող սպասել, Մանուկյանը պատասխանի է սպասում։ ինչ է ուզում։ Գիտեմ, որ վաղ ինչ-որ փոխանցում պիտի անես։ Կանեմ։ Հասկացա, ես պիտի թվեր ճշտեմ։ Դու։ Այո, ես։ Իսկ չլինի առավոտյան։ Ոչ, չի լինի։ Մանուկյան ասեց այսօր։ Լավ արի։ Ինչ-որ բան պետք է, պարոն Խանձացյան։ Այո, սուրճ։ Ոչ մի բան Մարինա։ Միացրու, եթե զանգեն, ով էլ լինի, եթե անգամ չգիտեսելով է։ Լավ։ Մարկ, գիտեմ, որ եթե նորություն ունենայիր կզանգեիր, բայց արդեն չեմ կարողանում դիմանալ։ Ոչ մեկ չի գնացել տուն։ Պարզա։ Ասել եմ, որ մինչև առավոտ մնան։ Ոյ, աստծո։ Մարկ, ես օֆիսում եմ, կզանգես, խնդրում եմ, կզանգես։ Իհարկե կզանգեմ։ Քիչ ոնում խելագարվեմ։ Պիտի սպասենք։ Արդեն գիշերը ժամը 1-ն է։ Հասկանում եմ։ Խնդրում եմ ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում եմ զանգիդ, Մարկ։ Մաման երեխուն կբերի։ Լավ։ Այսօր մի քիչ ուշ եմ տուն գալու, ծանրաբեռնված օր է։ Լավ։ Ես չես հարցնում ինչ եմ ուշ տուն գալու։ Դե երևի գործեր ունես։ Երևի չէ, գործեր ունեմ։ Նոր գործ եմ սկսում։ Լավ է։ Սոնա, հիշում ես, որ ասում էիր ինձնից զզվում ես։ Երևի ջղայնացած էիր, դրա համար էիր ասում, չէ։ Հա։ Ես էլ արդեն սկսում էի հավատալ։
Անջատել է հեռախոսը։